Եթե չհասկացա պարոն Մանուկյան, ինչ կապ ուներ ձեր ասած այս մարդու ընդհանրապես կենսագրականի եւ անցած ճանապարհի եւ ապրած կյանքի։ Մի ընդհատեք էլ, ես ամբողջ ընթացքում լուր նստել եմ ձեր ելույթների ժամանակ, շատ դժվար էր իրականում զսպելը, բայց տենց կանոնակարգը պահելը պարտադիր է։ Հա, չհասկացա ինչ եք ասում, պարոն Մանուկյան։ Այս մարդը, ասենք, իր ապրած կյանքի ընթացքում ունեցել է տարբեր հաջողություններ, ոչ մի հաջողությունների մասին չեք խոսում եւ ասում եք, այս մարդը հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասել է քո, դրա համար եկեք չտանք Նիկոլ Փաշինյանը տվյալ մարդուն Երևանի պատվավոր քաղաքացի։ Դե հա, ասել է, բայց չի սպանվել։ Ասել է ու չի սպանվել։ Մի ընդհատեք, պարոն Մանուկյան, մի ընդհատեք, ընդհանրապես մի ընդհատեք, ժողովուրդ։ Ինչպես ուրիշ դեպքերում։ Ես Մայր Հայաստան խմբակցությանը ունեմ 4 վատ նորություն։ Նախ Վարդանիկը դատվելու է, ժողովուրդ ջան, այդ առաջինը։ Երկրորդը Էջմիածնում քաղաքացիական պայմանագիրը որոնալու է իշխանություն։ Երրորդը Կտրիչ Ներսիսյանը կարգալույծ է արվելու։ Իսկ չորրորդը 2026 թվականին քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է։ Ես սա խնդրում եմ ինթատեք, լռություն։ Ես սա ասում եմ պատասխանատու կերպով, որովհետև մենք շփվում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, երևանցիների հետ եւ տարբեր համայնքներում բոլոր քաղաքացիների հետ։ Եվ Ժորժ ջան, մի ընդհատեք։ Ձեր ժամանակից սպառում եք, դուք հանգիստ կարող եք։ Ժորժ ջան, Մայր Հայաստան խմբակցություն, խնդրում ուշադրի լսեք, քանի որ ես դեր ելույթները ուշադրի լսում էի։ Դուք այսօր սատար եք կանգնում որոշ չեկեղեցականների։ Խնդրում սա արձանագրենք այստեղ, չնայած դա արդեն փաստ է, արձանագրվել է տարբեր տեղերում եւ այստեղ մեկ անգամ եւս կարելի է դրա մասին խոսել։ Դուք սատարել եք Կաշառակեր Վարդանիկին, ձեր քաղաքական ուժը, որը այսօր գտնվում է, գիտենք բոլորս թե որտեղ եւ կմնա այնտեղ երկար ժամանակ։ Պարոն Սարգսյան, խոսում եք Քրքորյանից։ Պարոն Սարգսյան, խոսում եք Քրքորյանից։ Քրքորյանը ձեր քաղաքական նախահոր կոռուպցիոն դրսևորումների շնորհիվ դադարեցրել է ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությանը։ Դե դուք ասեք սուտ իրականությունն այլ բան է ասում։ Ասում եք քաղաքական հետապնդում, պարոն Սուքիասյան եւ արգելի գործընկերներ։ Քաղաքական հետապնդող լինենք, բոլորդ կլինենք բերթերում, բոլորդ։ Ուղղակի, տենց կուզենք, տենց կանենք, քաղաքական հետապնդում կկոչենք էդի, դուք կկոչեիք։ Ու բերթերումը տեղ չէր լինի, ոչ թե կսպասենք տարբեր քննչական գործողությունները թե ոնց է ավարտվում ու լուր հետևենք կողքից իրադարձությունների զարգացմանը։ Ոչ թե միջամտենք, ինչպես եղել է ժամանակին տարբեր քննչական գործողություններում եւ արդեն դատախազական տարբեր պրոցեսներում։ Աբորինի գույքով ասում են մարդիկ անցնում են, ում եք տեսել դատարանում կանգնած բողոքարկելուց տվյալ որոշումը կամ պրոցեսը։ Ժորժ ջան, չեք գնացել դատարան, բայց ձեր քաղաքական նախահայրերը 200 միլիոն դոլարի այսօր ապօրինի գույքով են անցնում։ 200 միլիոն դոլարի։ Հասկանում եք այդ ինչ փող է։ Պարոն Մանուկյան, գիտեք ինչ փող է 200 միլիոն դոլարը։ Ֆինանսիստ եք, իմանաք։ Ժորժ ջան, գիտեք այսօր ինչն է հետաքրքիր, ձեր քաղաքական վիճակը եւ իրավիճակը դրսևորվում է այսօր ձեր ավականուն նիստում եղած կարգապահությամբ կամ չեղած կարգապահությամբ։ Ու ես մեր երևանցիներին ուղղակի հորդորում եմ, կոչ եմ անում, որ դիմանան այս առաջիկա 6-7 ամիսը մինչև խորհրդարանական ընտրություններ, շատ դժվար է, սիրելի երևանցիներ, նման գործելավոճով եւ նման վարքով ավականու անդամներին, նման քաղաքական գործիչներին դիմանալ, բայց ասում եք չենք լռելու։ Մեկը ասում էր Մայր Հայաստանի չենք լռելու։ 2026 թվականի հունիսի 8-ին բոլորդ լռելու եք։ Շնորհակալություն։